Գելի վաղաշապատցիներ, վաղը հայ առաքելական Սուրբ եկեղեցու մայրաքաղաք Էջմիածնում եւ նրա հարակից բնակավայրերում տեղի ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Կոչ եմ անում բոլոր վաղաշապատցիներին ակտիվ մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ 8 քաղաքական ուժերից 6-ին, բացարձակ ձայն չտալով Նիկոլ Անհողի տեխնացու Արգիշտին եւ նրա թիմակիցներին, ինչպես նաեւ Արամ Զավենի Սարգսյանի տեխնացուին եւ նրա թիմակիցներին։ Հարգելի վաղաշապատցիներ, գնացեք վաղ ընտրության եւ պատրեք եւ աղբար կգնետեք թիվ 3 եւ թիվ 7 ընտրաթերթիկները, որոնք ներկայացնում են համապատասխանաբար Արամ Զավենի եւ ուրեմն Նիկոլ Անհողի քաղաքական թիմերի։ Մի քանի օր է Նիկոլ Անհողին սպասարկող ինչ որ լրատվամիջոցներ փորձում են ցես համոզել, որ իրենց տեխնացուն արդեն հաղթած է, մյուսներն էլ պարտված են։ Հարգելի վաղաշապատցիներ, որպես գյումրեցի ցեզ ասեմ, որ չհավատաք Նիկոլի հերթական կեղծիկներին եւ ստերին։ Գյումրիում էլ վերջերս տեղի ունեցան թիմ ընտրություններ։ Իրանց տեխնացուն էլ էր ասում, որ ինքը հաղթած է, վաղը կգաք իրենք շնորհավորեք։ Բայց ինչ ստացվեց։ Գյումրեցիները ուղղակիորեն քարուքան դարեցին Նիկոլի բոլոր ծրագրերը, այդ թվում նաև ըստ որոշ տեղեկությունների կեղծիկների միջոցով հաղթելու Գյումրիի ընտրություններում։ Իսկ գիտեք ինչպես գյումրեցին հաղթեց այդ կեղծիկները։ Հաղթեց իր գերակտիվ մասնակցությամբ։ Նույն քայլիստները եւս փաստել են, որ իրենք կեղծել էին Գյումրիի ընտրությունները, եւ եթե իրենց պլանավորածի նման կնար, ինչպես իրենք էին ասում, այսինքն մասնակցեր օրինակի համար 35000 մարդ, ապա իրենք իրենց 17000 ստացած ձայնով, ինչպես նաև քիչ մասնակցության պարագայում նաև ավագանի կանցներ Եվրոպամետները Գյումրիում էլ այդ քաղաքական ուժը Արամ Զավենի Սարգսյաններ նաև ներկայացնում կանցնեին ավագանի եւ իրենք ինչպես Երևանում էին ժամանակին ձևավորել կոալիցիոն կառավարություն խափելով ժողովրդին, որ Արամ Զավենի Սարգսյանը իբր թե դիմադիր է, բայց սերտ համագործակցում է Նիկոլ Անհողի հետ, այդպես էլ Գյումրիում նույնը կանեին, բայց գյումրեցին իր գերակտիվ մասնակցությամբ 47000 ընտրող է մասնակցել Գյումրիի թիմ ընտրություններին, թույլ չտվեց, որպեսզի Նիկոլ Անհողը կարողանա իր ծրագիրը իրականացնել Գյումրիում։ Եվ ինչպես իրենք էին այստեղ սպասում, որ 50% պլյուս մի քանի ցայն կունենան Կումարասրան էլ նաև իրենց եվրոպամետները, այդպես էլ տեղի չունեցավ իրենց ծրագիրը, տապալվեց եւ Գյումրեցին իր ակտիվ մասնակցությամբ թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Գյումրիում զավթեն Նիկոլն ու իր սատելիտները։ Նիկոլը ընդամենը ստացավ 37%, իսկ եվրոպամետները ընդհանրապես դուրս մնացին։ Հիմա հարգելի ուրեմն վաղաշապատցիներ, գերակտիվ մասնակցում եք ընտրությունների։ Ձեր գերակտիվությամբ դուք թույլ չեք տալու, որպեսզի Նիկոլ Անհողը կարողանա իր ծրագիրը իրականացնել։ Չհավատաք նրան սպասարկող ոչ մի լրատվամիջոցների կեղծիկների։ Բացարձակ չեն էլ ասում, թե ով է այդ հարցումները կազմակերպել։ Այդ մակարդակի կեղծի ոճով փորձում են ցես հաղթել, որ միևնույն է իրենց տեխնացուն անցել է։ Չկա նման բան։ Իրենց տեխնացուն պարտվելու է վաղը թիմ ընտրությունների ժամանակ։ Եվ դա անելու եք դուք ձեր ակտիվ մասնակցությամբ։ Թույլ մի տվեք, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաք եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոն հանդիսացող Սուրբ Էջմիածնում իշխանության կան հակաեկեղեցական աղանդավորական շարժումների կողմնակիցները։ Թույլ մի տվեք, որ ձեր ուրեմն քաղաքում եւ ձեր համայնքում իշխանության կան իրենց ուրեմն ծնողների, իրենց եղբայրների իդեալները, կյանքի իմաստները դավաճանած մարդիկ, ինչպիսիք են Արգիշտին եւ Արամ Զավենի Սարգսյանը, որը իր սատելիտի միջոցով փորձում է իշխանության գալ կամ ավագանիում ուրեմն հայտնվել վաղաշապատում։ Հարգելի վաղաշապատցիներ, ակտիվ մասնակցում եք ընտրությունների եւ տապալում եք Նիկոլի բոլոր ծրագրերը իշխանության գալու պահով վաղաշապատում։